Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Անժելա Թովմասյան YouTube-յան էջով եւ նաեւ Հայլի GTM Facebook-յան էջերով։ Իմ հյուրն է սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը։ Բարև ձեզ, Արմինե, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Նեղ սրտեց Արմինեն, իներցիայով ասեցի սոցիոլոգ, նաեւ Բայց ես կրթությամբ սոցիոլոգ եմ ու Ահա, դե ուրեմն շատ ավելի աշխատանքային փորձով է։ Շատ ավելի լավ։ Եվ այսպես Արմինե, սկսենք նրանից, որ վերջերս նաև կուզենայի դա էլ ցուցադրեիք մի փոքր հետո կամ հիմա սկսեց շատ ագրեսիվ է դարձել, երևի ադրբեջանական կողմից ճնշումները շատ ավելի են, Ալիևը արագացնում է ամեն ինչ անընդհատ պնդելով եւ համաժողովներ, չգիտեմ ինչեր, արևմտյան Ադրբեջան թեմայով եւ իրենք էլ հող են նախապատրաստում, թերևս դա առաջինը շատ ավելի հստակ բան հնչեցեց այս կողմից Ալենի շուրթերը, որ այո, այստեղ ապրել են ադրբեջանցիներ։ Ոչ ավել ոչ պակաս Նիկոլը հասավ նրան, որ հայտարարեց, որ եթե ուզում եք խոսույթից դուրս գա, ապա մենք պիտի հրաժարվենք Ղարաբաղից, Արցախ վերադառնալու ընդհանրապես այդ թեմայից եւ իրենք էլ պիտի հրաժարվեն արևմտյան Ադրբեջան հասկացողությունից, այսինքն բերեց եւ դրեց նույն հարթության վրա։ Չգիտեմ, եթե դա ունեն, կարող ենք նաեւ ընթացքում այո, ցույց տալ, խնդրեմ։ Այստեղ ուրիշ հետաքրքիր մոմենտ կա, որ ինքը այդ արևմտյան Ադրբեջանը փաստորեն մեր վրա երկու անգամ է վաճառում։ Հա Առաջի անգամ ինքը մեր վրա վաճառեց, որ եթե չեք ուզում արևմտյան Ադրբեջան հասկացությունը կիրառվի, ապա պետք է հրաժարվեք արևմտյան Հայաստանից։ Հիմա ծախում է մեր վրա, որ եթե չեք ուզում արևմտյան Ադրբեջանը կիրառվի, ապա պետք է հրաժարվեք Արցախից։ Հաջորդ քայլը լինելու է, պետք է հրաժարվեք հայ լինելուց, պետք է հրաժարվեք, չգիտեմ, Մաշտոցի տառերից, որտեղ Ալիևը ներվայնանում է, որ հայերը Այբուբեն ունեն, իսկ արևմտյան ադրբեջանցիները չունեն այդ բանը, պատմական, այսպես ասած, բագաժը ու այսպես շարունակ, այսինքն գիտեք ինչ, այստեղ հարցը կրկնում եմ, Ալիևը չի, Ալիևը իրավունք ունի ցանկացած իր մտքում ծակած անհեթեթությունը կամ հիմարությունը փորձի իրականացնել ասոնփարք փողել ունի, հնարավորություն էլ ունի, հա, Փաշինյան ունի վերջո, այստեղ խնդրեմը Փաշինյանի մեջ է, որ նա ստանձնելով իր վրա հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ունենալով եւ երթվելով սահմանադրության վրա, եթե չեք հիշում, ապա հիշեցնեմ, ոնց են այդ իրանց բոսակներով հավաքվել հələ առաջի տարիներն էր 18-19 թվականներ, որ երթվում էին, որ Հայաստանի բնակիչները լինելու են ամենաերջանիկը, նրանք երթվում էին պահպանել Հայաստանի անվտանգությունը եւ այլն, հերթական ապուշ բանը երթում էին մոգոնել, իբր այսուհետ բոլոր իշխանությունները, բոլոր կառավարության անդամները այս երթումը պետք է ուտեն։ Այսինքն ինքը եւ երթվել է, եւ պարտադրված է օրենքով, եւ պարտադրված է իր պաշտոնով, սահմանադրությամբ, հա, այսինքն նա չի կատարում իր ֆունկցիաները եւ հակառակը գործում է այդ ֆունկցիաների հակառակ ուղղությամբ ու փորձում է մեզանից էլ ինչ-որ մի բան մսխի, այսինքն սրանից պետք է հրաժարվեք, նրանից պետք է հրաժարվեք, ես պետք է անեք, առաջ պատերազմներ, հիմա արևմտյան Հայաստանը, իդեպ ասած ինքը չէ նոր ասում, որ Ադրբեջանը հրաժարվել է արևմտյան Ադրբեջան հասկացությունից ու այդ փորձում էր վերագրել իրան որպես նրա ամենամեծ Չտիրի շուտ ասել, որտեղ վերջին ասած են, ասում է թող իրանք էլ հրաժարվեն։ Դե նախավերջի ասած հարցը չի, հասկանում ես, իր այդ անհեթեթությունները ինձ արագությամբ են կրակվում իր այդ բանից, ավտոմատից, որ մարդ չի կարում հետևի ու հասկանա իրարամերժ այդ հայտարարությունները, իրարամերժ պնդումները, որ մարդ չգիտի երեգա ասել, առաջորդն ասել, իսկ դրանից առաջ ինչ ասել, ինչեր ուզում ասել եւ ամենասարսափելին այդ իր խոսքերի հետևանքներն են։ Մենք ապրում ենք այս
մղձավանջի մեջ 7 տարի է, արդեն պետք էր սովորել, որ Նիկոլ Փաշինյանի բերանից դուրս եկած յուրաքանչյուր բառ սուտ է եւ կրում է հակահայկական, հակահայաստանյան բնույթ։ Սա պետքա դառնա դոգմա, այսինքն սա դոգմա է, ոչ թե պետքա դառնա, այլ սա դոգմա է եւ դա պետքա, չգիտեմ, հայրմերի պես ընդունենք։ Որ Նիկոլ Փաշինյան հավասար է սուտ, հավասար է դավաճանություն, հավասար է մահ, հիվանդություն եւ ոչնչություն։ Ու երբ որ ինքը մեր վրա փորձում է նույն փդած բանը միսը մի քանի անգամ ծախի ու ցույց տա, որ ինքը ես ինչ այսօր Facebook-ում կարդացի Հովսեփյան Արմենն էր շատ խնդալու բան գրել, ես իդիոտ է էլի հերթական անգամ ինչ որ բան է վերադարձել պետությանը, բանը օձունում ինչ որ տարածք է վերադարձել պետությանը, որը 20 միլիոն դրամ արժողություն ունի, բայց բարձում է դա գլխանցեր եղել է պետական, ոչ մեկ պետությունից դա չի օտարել, ընդհանրապես դոսաաֆի բալանսներից դոսաաֆը պետական կազմակերպություն 40 անգամ հայլուրով ցույց կտան, մյուս ալիքներով ցույց կտան, դեբիլ մասային կմոլորեցնեն, այսինքն պետական գույքը մի պետական կառույցի բալանսից բացարձակապես անվճար առանց դատավարություն, առանց ոչ մի բանի, ես կփաստաթղթերով փոխանցվել է պետության բալանսի վրա։ Ու սա այս անասունը փորձում է մեր վրա ծախի, որպես ես ասել եմ, որ ես պետական գույքը վերադարձնելու եմ, ես կվերադարձնեմ։ Հերթական սուտ, հերթական ապատեղեկատվություն, հերթական մոլորություն։ Իսկ Ադրբեջանը այդ ժամանակ շատ լուրջ գործունեություն է ծավալել Եվրոպայում։ Ու Հայաստանի ոչնչացման այդ обратный отсчет արդեն սկսվել է։ Վաղուց է սկսվել։ Հա, վաղուց է սկսել, այսինքն դուք հենց չեք նկատում, բայց խնդրեմը շատ լուրջ է։ Ինչ է, չեն նկատում, որ այդ տարածքները Հայաստանի տվել է։ Ես չգիտեմ նկատում են թե չեն նկատում, փաստային է, որ դուք ձեր ձեռով ձեր տունը քանդել եք։